Թայլանդի արևելքում Կամբոջայի հետ վերսկսված բախումների ժամանակ զոհվել է առնվազն 1 թայլանդցի զինծառայող, 4-ը վիրավորվել։ Ըստ Reuters-ի այդ մասին հայտարարել է Թայլանդի զինվորական ծառայությունը։ Երկիրն օդային հարվածներ է հասցրել Կամբոջայի հետ վիճելի սահմանի երկայնքով։ Թայլանդի բանակը հայտարարել է, որ Կամբոջայի զինված ուժերը հրթիռներ են արձակել Թայլանդի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, հավելելով, որ զոհերի մասին հաղորդագրություններ չկան։ Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի քանի օր տևած սադրիչ գործողություններից հետո Թայլանդի զինված ուժերն առավոտյան հարձակումներ են իրականացրել, ինչին կամբոջական զորքերը չեն հակադարձել։ Հուլիսին սահմանային վեճը վերածվել էր հնգօրյա հակամարտության, որի հետևանքով զոհվել էր առնվազն 48, իսկ մոտ 300,000 մարդ ժամանակավորապես տեղահանվել էր։ Երկրները հոկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Կուալա Լումպուրում ընդլայնված խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։ Նոյեմբերին թայլանդցի զինվորի կյանք խլած պայթյունից հետո Թայլանդը հայտարարել էր, որ դադարեցնում է Կամբոջայի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ բանակցություններում անցյալ շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո։ Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, խոսել ենք Ուկրաինայի ղեկավարության, այդ թվում նախագահ Զելենսկու հետ։ Ես պետք է ասեմ, որ փոքրինչ հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ըստ Թրամփի Ուկրաինայի նախագահի թիմը նույնպես աջակցում է փաստաթղթին, սակայն նա չգիտի արդյոք անձամբ Զելենսկին համաձայն է թե ոչ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ։ Ուկրաինան վճռական է շարունակելու բարեխղճորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ իրական խաղաղության հասնելու համար, գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։ Ամերիկացի օրենսդիրները հրապարակել են 2026 թվականի պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը, որը ռեկորդային ծախսեր է նախատեսում ազգային անվտանգության ոլորտում։ Ըստ Reuters-ի 2026 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի $901 միլիարդ, ավելին քան հայցել է նախագահ Թրամփը։ Օրինագիծը նախատեսում է $400 միլիոն ռազմական օգնություն հատկացնել Կիևին։ Փաստաթղթի համաձայն նախատեսվում է գնահատել Ռուսաստանի ռազմական ռազմավարությունը, նպատակները եւ ուժերի դասավորությունը, որոնք ազդում են Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես Չինաստանի վրա, ինչպես նաև Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունը, ներառյալ պաշտպանական ապրանքների առևտուրը, համատեղ զորավարժությունները եւ ռազմական հետախուզական տվյալների փոխանակումը։ Օրենսդիրների կարծիքով նաև անհրաժեշտ է ուսումնասիրել Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև կնքված պայմանագրի նպատակները, ներառյալ տեխնոլոգիաների փոխանակման վերլուծությունը։ Օրինագիծը նաև պահանջել է պատրաստել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջև դիվանագիտական տեղեկատվական, ռազմական եւ տնտեսական ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ներկայիս բնույթի եւ շրջանակի նկարագրությունը։ Reuters-ի հաղորդմամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում պատերազմը դադարեցնելու Միացյալ Նահանգների ծրագրի երկրորդ փուլը շատ մոտ է։ Երուսաղեմում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն նշել է, որ դեկտեմբերի վերջին կարևոր բանակցություններ կանցկացնի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելու ծրագրի երկրորդ փուլի իրականացման մանրամասները։ Նեթանյահուի խոսքով Թրամփի հետ քննարկվելու է նաև Գազայում Համասի գերիշխանության վերջ դնելու հարցը։ Իսրայելն այժմ վերահսկողություն է իրականացնում Գազայի տարածքի 53% նկատմամբ։ Խաղաղության ծրագրի երկրորդ փուլի համաձայն իսրայելական ուժերը պետք է հետ քաշվեն, իսկ Գազայում ստեղծվի անցումային կառավարություն եւ տեղակայվեն անվտանգության բազմազգ ուժեր, Համասը պետք է զինաթափվի եւ սկսվի անկլավի վերակառուցումը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բերլինը պատրաստ է օգնել Գազայի վերակառուցմանը, բայց կսպասի Նեթանյահուի եւ Թրամփի հանդիպմանը եւ Վաշինգտոնի հաջորդ քայլերի վերաբերյալ պարզաբանումներին։ Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած սաստիկ հեղեղումների եւ սողանքների հետևանքով զոհերի թիվն անցել է 950-ը, եւս 274-ը համարվում է անհետ կորած։ Այդ մասին հաղորդել է Ինդոնեզիայի տարերային աղետների կառավարման ազգային գործակալությունը։ Աղբյուրի տվյալով աղետի հետևանքով վիրավորվել է մոտ 5000 մարդ։ Ինդոնեզիայի ազգային որոնողական եւ փրկարարական գործակալությունը հաղորդել է, որ տարերային աղետն առաջացել է տեղատարապ անձրևների հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են նոյեմբերի վերջից։ Սելավահոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ եւ ենթակառուցվածքներ, դժվարացնելով փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։